Դե իսկ ժամը 17-ի դրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով քվեարկությանը մասնակցել է ընտրողների ավելի քան 36%-ը կամ 25,000-ից ավելի ընտրող։ Այժմ կապ հաստատենք տեղում աշխատող իմ գործընկեր Շողիկ Գալստյանի հետ, տեսնենք, թե ինչպես են անցնում ընտրությունները եւ ինչ են ասում դիտորդները։ Բարի երեկո Տաթև, վաղարշաբաթում արդեն ընտրական պրոցեսի ավարտին մնացել է մոտ 2 ժամ, մինչ այս պահը դիտորդական առաքելությունները, որոնք ողջ օրվա ընթացքում մշտադիտարկում են կատարել եւ այցեր են կատարել տարբեր ընտրատեղամասեր, ըստ էության օրվա ընթացքում տարբեր ընտրախախտումների մասին են ահազանգել։ Մենք այսօր զրուցել ենք դիտորդական առաքելություններից պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավարի, ինչպես նաև հայաքվե դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ, փորձել ենք հասկանալ, թե իրենք որ ընտրատեղամասերում են եղել եւ ինչ ընտրախախտումներ են արձանագրել, եւ երկու դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներն էլ ընդհանուր առմամբ նշում են, որ ընտրախախտումներ արձանագրվել են, սակայն դրանք ունեցել են տարբեր բնույթներ, թե տեխնիկական, թե բովանդակային, եւ ընտրախախտումները ըստ ներկայացուցիչների դրանց մի մասը հենց տեղում կարգավորվել են, այսինքն վերացվել են այդ խախտումները, իսկ այն խախտումները, որոնք արդեն վերացնելու հնարավորություն չի եղել, արձանագրվել են գրանցամատյաններում։ Մենք կարող ենք լսել դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների ներկայացրած մանրամասները օրվա ընթացքում նրանց արձանագրած ընտրախախտումների վերաբերյալ։ Բավականին շատ արձանագրումներ են ունեցել, երբ մարդիկ գնում են տեղամասային կենտրոն եւ ասում են, որ ինձ օգնություն անհրաժեշտ, իր հետ իրենց ուղղորդող բարեկամներ են լինում։ Այս իրավիճակներում մարդու քվեախցին իրավունք ունի երկրորդ այլ անձ մոտենալ միայն բացառապես այն դեպքում, եթե տվյալ անձը խնդիր ունի ֆիզիկապես իրականացնելու իր ընտրական իրավունքը։ Մի դեպք է եղել, որ բարեկամին թույլ են տվել, հանձնաժողովը հետո կրկին մեր դիտորդի կողմից նկատառում ներկայացնելուց հետո այդ արձանագրումն իրենց մոտ իրականացրել են։ Նաև խախտման արձանագրում է եղել, երբ ընտրական հանձնաժողովի նախագահի գործունեությանը միջամտել են վստահված անձինք, շատ ակտիվ անընդհատ ուղղորդել են, եղել է դեպքեր, եւ որ այո, դրսից ուղղորդումներ է ֆիքսվել, եղել է արձանագրված դեպք, որ դրսում մեքենա մի քանի անգամ անձանց է բերում տանում, բայց ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ ժամը 4-ն անց է, եթե ընդհանուր գնահատական տանք, իմ գնահատմամբ այնպիսի բնույթի ու ծավալի ընտրախախտումներ տեղի չեն ունեցել, որոնք կարող են ընտրությունների արդյունքները այս պայդրությամբ կասկածի տակ դնել։ Ուրեմն մենք նկատում ենք հետևյալ սցենարը այս ընտրությունների ժամանակ։ Նախ մարդիկ, որոնք մոտենում են ընտրական տեղամաս, մինչև մուտք գործելը, նրանց ինչ որ մարդ մոտենում է եւ ամենայն հավանականությամբ ինչ որ ցույցում տալիս։ Ընդ որում ունենք նաեւ տեսանյութեր այս առումով։ Հետո այդ մարդը, երբ որ քվեարկում է, այնպես են դնում համապատասխան համարի քվեաթերթիկը ծրարի մեջ, որպեսզի տեսանելի լինի այն մարդուն, ում նա նախապես մոտեցել էր քվեարկության տեղամաս, ընտրական տեղամաս մոտենալիս։ Տաթև ես նշեմ, որ ընտրական պրոցեսի հետ կապված դիտորդական առաքելության ներկայացուցիչները այսօր նաև արձանագրում էին, որ ընտրողներն են ակտիվ ի տարբերություն նախորդ ընտրությունների, որ անցկացվել են 2021 թվականին, դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների խոսքով եւ նրանց արձանագրած տվյալներով անցած ընտրությունների համեմատ այս տարի առնվազն մինչ այս պահը եղած տվյալներով ընտրողները մոտ 2 անգամ ավելի են մասնակցել ընտրություններին, քան 2021-ին։ Մենք այս պահին գտնվում ենք 14 կոտորակ 10 ընտրատեղամասում, այստեղ եւս ընտրական հանձնաժողովի նախագահը պնդեց, որ ակտիվություն կա, ընտրողները բավականին ակտիվ են մասնակցում քվեարկությանը եւ պնդեց, որ իրենց տեղամասում որևէ խախտում մինչ այս պահը չի արձանագրվել եւ ես նշեմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն է ամփոփել մասնակցության տվյալները մինչև 17:00-ի դրությամբ ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությանը մասնակցել են ընտրողների մոտ 36,72% կամ 25655 ընտրող,
ընտրող, իսկ վաղաշաբաթ համայնքում ընդհանուր առմամբ մոտ 70,000 ընտրող կա եւ այս պահին առաջարկում եմ լսել արդեն մեր կարճ հարցազրույցը այս ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի հետ։ Ըստ ցուցակների ունի 1914 ընտրող, ներկայացման մասնակցության թիվը 722 է, ընտրությունը անցնում են շատ հանգիստ, շիտակ, եւ կարող եմ ասել, որ քաղաքացիների թիվը շատ է, ակտիվ են մասնակցում ընտրություններին։ Այդքանը։ Անցած ընտրություններին էլ եք ենթադրում եմ Այո, այդ համեմատականն եք անցկացնում, համեմատական եմ անցկացնում եւ ավելի ակտիվ է ժողովուրդը մասնակցում ընտրություններին։ բայց կարծես թե կեսն էլ դեռ չի։ Դեռ կեսը չի լրացել, այո, բայց հոսքը կա, ժողովրդի գալիս են, ակտիվ են, մասնակցությունը կա։ Պարոն Մելքոնյան, որևէ խախտում, որևէ դժգոհություն, ոչ մի միջադեպ չեք ունեցել։ Չէ, մեկ-երկու թերություններ ա եղել մեր քաղաքացին, որը շտկվել է։ Այդ լուրջ խախտում չի եղել։ Բնակիչները տեղյակ չեն եղել, որ առանց գրանցվելու իրավունք չունեն ամուսինով մտնեն քվեախցիկ, զգուշացեն, եկե գրանցվել են, մտել են քվեախցիկ։ Միասին են մտել, Հա, մենք նկատել ենք, զգուշացել ենք, այնուհետև եկել են, գրանցվել են Մատյանում եւ իր ընտրությունը կատարել են։ այլ ընտրախախտումներ, այլ ահազանգ է ձեր ընտրախախտումը։ Ոչ։ Մինչ քվեարկության ավարտը 2 ժամից էլ քիչ ժամանակ է մնացել, իսկ մենք այդ ընթացքում կշարունակենք հետևել եւ լուսաբանել ընտրական գործընթացը տարբեր ընտրատեղամասերում եւ ավելի թարմ տեղեկատվությամբ ավելի ուշ կհայտնենք այդ տեղեկությունը մեր հաջորդ եթերների ընթացքում, տաթև այս պահին տեղեկությունն այսքանն էր։